Դարուն Աճեմօղլուն հայտնի Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ, որպես խորհրդատու այդ խորհրդատվական մակարդակով անդամակցել է մեր ձևով շարժմանը, այդ մասին արդեն եղել է հայտարարություն մեր առաջին այդ հաշվետու ժողովի ընթացքում, այդ ալիջային հանդիպման ընթացքում, եթե ներկա եղել եք, այո, Նոբելյան մրցանակը ստացել է հենց այդ ուսումնասիրության համար, այսինքն պետությունները պետք է ունենան ամուր ինստիտուտներ, ինստիտուցիոնալ կառույցներ, անկախ մեկը մյուսից եւ անկախ դատական համակարգ, սա երկրի զարգացման տեսանկյունից չափազանց կարեւոր է եւ իրոք երկրները ձախողվում են հենց այդ պատճառով, երբ որ այդ ինստիտուտները ամուր չեն, մեկը մյուսից անկախ չեն, կախյալ են, սա լրջագույն խնդիրներից մեկն է։ Ցավոք սրտի մեր երկրում այո մենք գործ ունենք այդպիսի իրավիճակի հետ եւ հենց մեր ձևով շարժմանն առնչվող օրինակներով արդեն բավարար է որ մարդիկ պատկերացնեն, որ այդ ինստիտուտները լիարժեք չեն գործում։ Երբ որ մարդ մեկ բառի համար կարող է անարդար կալանավորվել, դա վկայում է այն մասին, որ մենք գնահատական որպես, որ դատարանները անկախ չեն։ Այսինքն բանական յուրաքանչյուր մարդ դա անալիզանելու, քննարկելու անհրաժեշտություն չունի, կարծում եմ։ Ակնհայտ է դա։ Նույն եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը չի, դա ամբողջ հայության հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ աշխարհասփյուր հայերը դրանք միլիոնավոր մարդիկ են։ Դա նույն բանն է, որ ասենք օրինակ որևէ կաթոլիկ պետության ղեկավար, ասենք ուզենա գահանքեց անել Հռոմի Պապին։ Հռոմի Պապը ողջ կաթոլիկ կաթոլիկ աշխարհի հոգեվոր առաջնորդն է։ Մոտավորապես մենք ունենք նմանատիպ վիճակ Հայաստանի Հանրապետությունում։ Երբ անունը դնեն, չգիտեմ, կուսակրոնության ուխտն է խախտել, սա է արել, նա է արել, որովհետեւ մեկ սամեղ չենք։ Յուրաքանչյուր մարդ ունի մեղավորության իր չափը եւ չի կարելի այդ Պանդորայի արկղը բացել եւ մտնել մի թեմայի մեջ, որը հղի է բազմաթիվ այլ վտանգներով։ Եվ հիմա քննարկում են իբրև թե դա նորմալ նպատակներով է արվում, բայց այստեղ որևէ նորմալ բան գոյություն չունի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես առանձին ինստիտուտ, առանձին կառույց եւս ինստիտուտ է եւ այդ ինստիտուտին մենք տեսնում ենք միջամտություն։ Եվ այս օրինակները արդեն բավարար են, որ մենք որևէ այլ թեմայի չանդրադառնանք։ Մեր երկրում ցավոք սրտի մենք ունենք նման իրավիճակ։